Հայաստանի թուրքական կուսակցությունը դեմ է հայ-առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանությանը։ Հարգելի ընկերներ, Նիկոլ Փաշինյանի քարոզչական կարևորագույն դեմքերից մեկը Ժիրայր Լիպարիցյանը հանրայինի եթերում հարցազրույց է տալիս եւ փորձում է տպավորություն ստեղծել, որ իր դուրը չի գալիս, երբ որ այլ երկրներից մեկնաբանում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Եկեք լսենք Ժիրայր Լիպարիցյանի խոսքը։ Ինձ համար քիչ դարօրինակ է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Մոսկվայում իր մամլո ասուլիսին բաշտոնավես մեզ գկարոզե, որ մեր եկեղեցին մեր պատմության մեջ որքան կարևոր է։ Սա ընդունելի բան չէ։ Չգիտեմ ինչու մարդիկ ընդունեցին։ Եկեք հիմա էլ լսենք, թե ինչ է ասել Ժիրայր Լիպարիցյանը Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարությունների մասին հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ։ Գիտեք ինչու ոչինչ չենք միացնում, որովհետև Ժիրայր Լիպարիցյանը ոչինչ այս թեմայով չի ասել։ Ինչու իր դուրը չի գալիս այն, որ Սերգեյ Լավրովը պաշտպանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որովհետև Թուրքիան եւ Ադրբեջանը դեմ են հայ առաքելական Սուրբ եկեղեցում, ինչի վկայությունն էր հենց Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարությունը։ Ընդհանրապես տասնամյակներ շարունակ թուրքական պետությունը պայքարել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որովհետև դա մեր համար կարևորագույն ինստիտուտներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը, որը Սփյուռքը իրար է կապում եւ Սփյուռքը կապում է Հայաստանի Հանրապետության հետ։ Այդ իսկ պատճառով Լավրովի խոսքը այս մարդու դուրը չի գալիս, որ իշխանությունների կարևորագույն քարոզիչներից մեկն է, բայց Փաշազադեի խոսքերի վերաբերյալ նա ոչինչ չի ասում։